Ես ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը կամ մեզ դիտում եք մեր թվային բոլոր հարթակներում։ Թարմ ուղեղով զրույցն ենք սկսում եւ առաջին խոսափողի մոտ է Թարմ ուղեղով իմ զրուցակից Արման Աբովյանը, Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքորդի անդամ, падգամավորության թեկնածու եւ քաղաքական վերլուծաբան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, թեկնածուն հələ թող գրանցեն։ Սպասենք։ Կարծում եմ, խնդիր չպետք է։ Խնդիր չի լինի, չէ՞, կարծում եմ։ Չէ, համոզված եմ, որ չի լինի։ Չնայած այս երկրում համոզված մի քիչ դժվար է, չէ՞, ինչ որ բանում լինել։ Դե լավ, ես չասեմ, ասում եմ, աչքով չտանք։ Դե մեզ լսում են, եկեք չխոսենք դրա մասին։ Պոտենցիալ։ Այո։ Ամեն դեպքում սպասենք, որ դուք լինելու եք հաջորդ ազգային ժողովում։ Պարոն Աբովյան, այս պահին դուք ավելի ակտիվ եք կարծես, թե քան 21 թվականին եք, ճիշտ եմ ես հասկանում, թե ամեն դեպքում ակտիվության փոփոխություն չի եղել, ձեր նպատակներն ու գաղափարները շարունակում են նույն կերպ մնալ։ Այո, տեսեք, եկեք լինենք իրատես։ 21 թվականին նախընտրական փուլը տևեց ընդամենը 2 շաբաթ, 15 օր։ Սա մեկ, երկրորդը 21 թվականին հասարակությանը շոկային իրավիճակի մեջ էր, հաշվի առնելով արցախյան գործընթացները եւ այստեղ ակտիվության ավել պակաս չկար, ոնց եղել է, տենց էլ կա։ Այլ խոսք, որ 21 թվականի ընտրությունները ըստ էության ռելևանտ չէին, ինչ պատճառով։ Տեսեք, հետ պատերազմյա երկրներում անմիջապես շատ դժվար է ռացիոնալ հասարակությանը դժվար է ռացիոնալ դատել, ռացիոնալ որոշումներ ընդունել, դա նորմալ է, յուրաքանչյուր հասարակություն դրանով անցել է։ Քանզի շոկը, նույն մեր վրա վերցնենք օրինակը, երբ որ մարդ ինչ-որ ստրես է ապրում, ստրեսից անմիջապես հետո որոշում կայացնելը ավելի այո, շատ դժվար եւ առհասարակ հոգեբանները եւ սոցիալական միջելոց հոգեբանները ասում են, որ այո, չի կարելի որոշումներ կայացնել շոկային իրավիճակում։ Այլ խոսք, որ 21 թվականին հասունացել էր մի իրավիճակ, երբ որ հասարակությունը իրականում առանց այլևայլությունների, նույնիսկ լինելով շոկի մեջ, այնուամենայնիվ ինչ որ մի քաղաքական շարժի պահանջ ուներ։ Դա չի նշանակում Սա շատ մեծ տարբերություն է փոփոխություն եւ քաղաքական շարժ, մենք չպետք է շփոթենք։ Տեսեք, ելի բերենք օրինակը շոկահարված մարդու վրա, լինում է, չէ՞, մարդ շոկ է ապրում, առաջի պահին ընկնում է պրաստրացիայի մեջ, այսինքն, ասենց անմիտ դեմքով նայում է պատին ու մեկ էլ սկսում է ակտիվություն ցուցաբերել։ Սա իրականում այն է, ինչ տեղի ունեցավ 21 թվականին, 26 թվականին եւ իհարկե հաշվի առնելով իշխանության խոստումները, որ Շուշին են հետ բերում, որ Արցախը պետք է հետ բերեն, որ ամեն ինչ ավարտված չէ, որ գերիները Բայց խոստումներն էլ պակաս կարևոր չէին։ Այո, բայց ընդդիմությունը չստացավ այն քվեն, որը պետք է ստանար, ու ոչ թե պետք է ստանար, որը ակնկալում էր։ Այո, շատ բարձ պատճառով շոկային իրավիճակում ժողովրդին շատ դժվար է կողմնորոշվել, նամանավանդ երբ որ ժողովրդին վախեցնում են, ինչը մենք իմիջիալից այսօր էլ ենք տեսնում, վախեցնում են արավիրքով եւ արյունով։ Այսինքն նոր պատերազմից, նոր ներողություն մեր հերոսների շիրիմները հələ թարմ, հələ մարդիկ անտառներում կհիշեք ինչ երկար ժամանակ ամիսներով մեր տղերքը անտառներում էին, հələ որ մարդիկ կամ ինչև այսօր իրենց որդին էին չեն էլ գտել կամ ամուսին։ Այո, այստեղ գիտեք սխալ կլինի մեղադրել առհասարակ սխալ է մեղադրել մարդկանց ինչ որ մի բանում քաղաքական գործընթացներում, որովհետև եթե օրինակ իշխանությունը 21 թվականին վերարտադրվեց եւ բերեց այն արհավիրքները, որին մենք ականատես ենք մինչեւ հիմա, դա առաջին հերթին չեմ ասի մեղավորությունն է, բայց նաև պատասխանատվությունն է այն քաղաքական ուժերին, որոնք չկարողացան ըստ էության հասցնել եւ պատշաճ ձևով բացատրել մարդկանց, չնայած իմ խորին համոզմամբ այդ ժամանակ դա հնարավոր չէր։ Պարոն Աբովյան, ավելի թարմ էր վերքը 21 թվականին, քան այսօր։ Ոնց հաստատվելու այսօր դա անել։ Շատ բարձ, շոկից հետո մարդ ընկնում է երկու հիմնական փուլի մեջ, հասարակությունն էլ։ Դա
դա ապաթիայի փուլն է, երբ որ կհիշեք, մոտավորապես 1-2 տարի առաջ գերակշիռ հատվածը հասարակության ընդհանրապես ասում էր ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ամենապոպուլար խոսքն էր, անցավ մի տարի եւ մարդիկ հասկացան, որ եթե դու քաղաքականությամբ չես զբաղվում, ապա քաղաքականությունը քեզնով այնուամենայնիվ զբաղվում է ու զբաղվում է շատ վատ կամ վատով, եւ հիմա մարդիկ շատ լավ իմիջիալոց ի զարմանս ինձ համեմատական անցկացնելով այլ հասարակություններում տեղի ունեցած գործընթացների, օրինակ առաջին համաշխարհային պատերազմից հետո գերմանացիներին համեմատական անցկացնելով կամ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո օրինակ ճապոնացիներին, հա, ես ուսումնասիրել եմ հատուկ լինելով վերլուծաբան, որ հասկանամ ընթացքը, հա, տրամաբանությունը գործընթացների մեր հասարակությունը փառք Աստծո նվազագույնը դուրս եկավ շոկից։ Հիմա հասարակությունը ինչ է ասում։ Հասարակությունը ասում է հետևյալը. ինչ եք դուք առաջարկում բոլորդ, հա, իշխանություն, ընդդիմություն եւ այլն։ Եվ իշխանությունը մեկ հարցը անվտանգության հարցն նշանակում է։ Այո, մենք խոսենք հիմա դրա մասին եւ առաջինը անվտանգությունն է, ինչպես անենք, որ չլինի պատերազմ կամ չլինի արհավիրք։ Ըստ էության իշխանությունը ինչ է առաջարկում, ասում է, որ խաղաղության հիմնական գրավականը դա քո ինքնության դավաճանումն է, դա քո հայկականությունից հրաժարումն է, այդ պարագայում քեզ չեն սպանի, քանզի դու դադարում ես լինես հայ, դա է ըստ էության ասվում իշխանության կողմից, ինչը նոնսենս է, ինչը աբսուրդ է, ինչը ուղղակի չաշխատող տարբերակ է, որովհետև դու կարող ես մոռանալ, որ դու հայ ես ակնկալելով, որ թուրք ու ադրբեջանցին քեզ չի սպանի, բայց թուրք ու ադրբեջանցին չի մոռանա, որ դու հայ ես։ Եվ մի հարց էլի այստեղ պարոն Աբովյան, մեր հանրության քանի տոկոսն է, որ միևնույն չի վերաբերվում դրան, այսինքն իր համար կարևոր չի անվտանգ լինի, բայց ազգությունը դե ոչինչ էլի կամ ինքնությունը։ Կարծում եմ կրիտիկական շատ ցածր տոկոս 0.0000 ամբողջ, որովհետև մենք ունենք մի մոլուցք, հա, մենք ես նկատում եմ մարդկանց, ովքեր այս կամ այն առումով զբաղվում են ու մասնակիտորեն քաղաքականության, վերլուծությամբ, լրագրությամբ իմիջիալոց։ Մենք կամ գերագնահատում ենք հասարակությունը, կամ թերագնահատում ենք։ Ոչ, մենք ոչ մեկից ոչ ավել ենք, ոչ էլ պակաս ենք։ Մենք ունենք մեր ազգային առանձնահատկությունները, բայց կանոնները սոցիալական հասարակության մեր մոտ նույնն են, ինչ օրինակ, չգիտեմ, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Արևելքում եւ այլն։ Հա, որոշակի իհարկե տարբերություններ կան ազգային, բայց ըստ էության մենք ունենք մի իրավիճակ, երբ որ մարդիկ ասում են հետեւյալը. մենք ասացինք, չէ՞ որ շոկից դուրս եկե հասարակությունը։ Հիմա հասարակությունը ասում է, օքեյ, ես շոկից դուրս եմ եկել։ Դու հիմա ինչ ես ասում։ Մենք խոսեցինք, որ ըստ էության իշխանությունը այսօր զբաղված է Հայաստանի Հանրապետության վերաձևավորելով Արևմտյան Ադրբեջանի։ Դա այդպես է, պատրաստ եմ հայ թեմայով երկար խոսել, եթե հետաքրքիր է, բայց այնուամենայնիվ դա է կոնցեպտը։ Այդ որ ասում են խաղաղություն են բերել, չգիտեմ ինչ են բերել, ոչ մի բան էլ չեն բերել, բերել են ընդամենը պետական եւ ազգային էվտանազիայի, այսինքն անցավ մահանալու, հա, որոշակի մի կոնցեպտ։ Ինչ ենք ասում մենք։ Մենք ասում ենք հետեւյալը, Ժորժ ջան, ուրեմն խաղաղությունը լինելու է վստահաբար, բայց միայն մի պայմանով, եթե խաղաղությունը երաշխավորված է։ Երաշխավորված է միանգամից ընդգծեմ, ոչ թե 1 կամ 2 գործոնով, օրինակ երաշխավորների ինստիտուտով միայն, կամ օրինակ բանակով միայն, ոչ, իրենք հավասարաչափ 4-5 գործոն կա, որոնք պայմանական այդ ճարտարապետությունը ձևավորում են, դա միջազգային երաշխավորների ինստիտուտն է, որը պետք է հիմնված լինի ոչ թե 1 կամ 2 խաղացողների հետաքրքրությունների վրա, 4-5 նվազագույն, երբ որ իրենց ձեռնտու է, որ դու ունենաս պետություն պայմանական, հա, որովհետև այսօր իրավիճակը այնպիսին են դարձրել, որ օրինակ տարածաշրջանային մեր բարեկամ պետությունները մեզանից ունեն ռացիոնալ վախ, օրինակ իրանցիները թրիփի պարագայում, չէ, ռացիոնալ վախ ունեն, մարդիկ չեն էլ թաքցնում դա, իսկ այն երկու հարևանը ունեն դոկտրին, որը կոչվում է Արևմտյան Ադրբեջան եւ որը ըստ էության միտված է Հայաստանի Հանրապետության ապա մոնտաժմանը։ Այս պարագայում
Մենք պետք է շատ հստակ հասկանանք, քանի որ քանզի խոսում ենք երաշխավորված խաղաղության մասին, որ գոյություն ունի օրինակ երաշխավորների ինստիտուտ, որը բնավ չի նշանակում, որ դու այս կամ այն երաշխավորի ինստիտուտի պարագայում դառնում ես այդ ինստիտուտի կատարածուն։ Դա իշխանությունը ամեն դեպքում այդպես է մեկնաբանում եւ այդ թեզերն է առաջ բերում, որ այ ընդդիմության ներկայացուցիչները երաշխավորների մասին են խոսում, որ այդ երաշխավորները իրենք տեսնում են օրինակ Ռուսաստանի Դաշնությանը։ Տեսեք։ Ու մենք շատ լավ գիտենք, չէ՞, մեր հանրության ընկալումները այս պահին։ Այո, ցավով պետք է արձանագրենք, որ իշխանությունը կրկին նենգափոխում է։ Գիտեք, ոչ թե նենգափոխումը խափում են, սուտասան են այդ մարդիկ։ Իրանք միայն մի բան ասեցին, ճիշտ, այս պարագայում պետք է սա ազնիվ լինել, որ իրենց իշխանության պահպանման երաշխավորը, որովհետև իրենք խաղաղությունը տեսնում են միայն իրենց իշխանության պարագայում, հանդիսանում է Ադրբեջանը, բառացի ուղղակի ասվել է։ Իսկ Ադրբեջանի վերջնանպատակը դա Հայաստանի Հանրապետության կազմաքանդումն է, այսինքն այն աշխարհաքաղաքական կենտրոնը կամ միավորը, որը իր դոկտրինալ տեսլականը դիտարկում է Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման ներքո, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության իբր ճակերտներում խաղաղության երաշխավորը։ Այսինքն խաղաղությունը այս պարագայում չի դիտարկվում որպես անվտանգություն, սա մենք պետք է շատ հստակ հասկանանք։ Խաղաղությունը դիտարկվում է մի իրավիճակ, երբ որ սահմանի վրա օրինակ չեն կրակում, բայց այն որ առանց կրակելու մտնում են տուն, չէ՞, առանց կրակելու մտել են։ Վերցնենք օրինակ նույն այդ վիժվածքացին, ես այլ կերպ չեմ կարող որակել կոնցեպտը, որի անունը դրել էին դեմարկացիա դելիմիտացիա։ Փլուզելով ըստ էության Հայաստանի հյուսիսի պաշտպանական գոտին, ինչի համար փլուզեցին։ Ճղում են իրանց մեջտեղից, գնում են պլաստմասի զաբորի մոտ, իրանցի մոտ նկարվում են։ Ես հասկանում եմ, որ քաղաքական աշխարհարությունը ունի տեղ, բայց երբ որ քաղաքական աշխարհարությունը գործոններից մեկից դառնում է ընդհանուր քաղաքականություն, ինքը բերում է այն իրավիճակի, որը մենք այսօր ունենք։ Իսկ երաշխավորված խաղաղության կոնցեպտը, որը իմիջայլոց ներառված է առաջարկ Հայաստանին Գագիկ Ծառուկյանի ընդհանուր մեծ այդ պլատֆորմի մեջ, ինքը ասում է հետևյալը. հնարավոր չի 1 կամ 2 գործոնով ապահովել անվտանգություն, խաղաղություն։ Պետք է գործոնների շարք լինի, երաշխավորների ինստիտուտ, ներքին համերաշխություն, պարտադիր տնտեսություն, դա նվազագույնը դիվանագիտական եւ քաղաքական առումով շատ ճկուն եւ հայակենտրոն քաղաքականություն, ոչ թե ադրբեջանակենտրոն կամ թուրքակենտրոն, որ ասելով դե մենք պետք է այսի անենք, թե չէ կգան մեզ կսպանեն։ Ռուսակենտրոն էլ չէ։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը պետք է լինի հայակենտրոն։ Վերջ։ Թե այդ հայակենտրոնի մեջ մտնում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները ընդլայնել եւ պաշտպանել, օքեյ, մտնում է Իրանի հետ ընդլայնել եւ պաշտպանել, օքեյ, մտնում է Չինաստանի հետ հարաբերությունները պաշտպանել, օքեյ, մենք պետք է հասկանանք մի բան հստակ։ Այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ խնդիրները այս ավելի ճիշտ գիտեք ոնց խնդիրների բնույթը մենք դիտարկում ենք հիմնականում արտաքին ճակատից, մոռանալով, որ արտաքին ճակատը ըստ էության, հա, ինքը քո ներքին տեսլականի շարունակությունն է, այսինքն Ռուսաստանի դեմոնիզացիա։ Այո, կան հարցեր Ռուսաստանին եւ պետք է Ռուսաստանի հետ այդ հարցերի լուծումը գալ հասնել, իրանք էլ իրանց դիրքորոշում ունեն, պոզիցիան ունեն, բայց գեներացնել ռուսաֆոբիա ամենալկտի ու զզվելի ձևերով։ Դրանից հետո շուռ գալ ու ասել, որ օրինակ ինչպես Նիկոլ Փաշինյանը ասեց Պուտինին, որ ասեց դե դուք 2 անգամ ընդունել եք Արցախը Ադրբեջանի կազմում, դրա համար մենք էլ ենք ընդունել։ Բա որ վաղը, չգիտեմ, մի այլ որոշում, օրինակ Միացյալ Նահանգները ասեն, որ Սյունիքը օրինակ, չգիտեմ, այլ պետության տարածքը։ Չեմ ուզում նույնիսկ անուն տամ։ Ինչ պետք է գնաք բան անեք, հա, ասեք դե դու ասացիր, արեցինք։ Քաղաքագիտական առումով գտնում ենք շիզոֆրենիայի քաղաքագիտական առումով քաղաքագիտական շիզոֆրենիայի փուլում, երբ որ մենք մեր խնդիրները փորձում ենք եւ մեր պրավալները փորձում ենք այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի վրա պատտասնենք։ Տեսեք, ինչ քյալակ ասես մեր գլխին չեկավ։ Ճիշտ է։ Բայց չգիտես ինչու իշխանությունը մեղավոր չի։ Բոլորը մեղավոր են։
Բոլորը։ Չէ, այստեղ ուրիշ հարց է, պարոն Աբովյան, իշխանությունը վերջում էլի ընտրվում է։ Ոչ թե իշխանությունը մեղավոր չի, մեղադրանքները մի կողմ դնելով, ընտրությանը մարդիկ գալիս են, էլի ձայն են տալիս այս իշխանության։ Ես կարծում եմ, որ այս անգամ այդպես չի լինի։ Ես մեծ կասկածներ ունեմ առասարակ իշխանության պոտենցիալի, որովհետև Սատանի մայլենք հանդրբազություն անելը ունի վերջ։ Սատանի մայլենք հանդրբազությունը ես նկատի ունեմ առաջին հերթին մարդկանց հոգեկան անդորի հետ խաղալը։ Այսինքն եկեք ընկալենք։ Եվ երբ որ ներողություն տարբերություն 2 ամսով փոխվում է այդ մարդկանց առհասարակ տեսլականը, հա, այդ մարդիկ պատասխանատու են, ես, դուք, նույնիսկ իրենց հետ չհամաձայնվողները ի վերջո Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, չէ՞, թե իրանց համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները միայն նրանք են, ովքեր օրինակ պատրաստ են ընդունել իրանց թրքահաճո եւ ադրբեջանամետ եւ հակահայկական քաղաքականությունը, ոչ, բոլորն են, իրանք բոլորի համար են պատասխանատվություն կրում, հավասարաչափ։ Ու երբ որ իրենք սեգրեգացնում են, այսինքն տարանջատում են, ասում են, այս քաղաքացիները վատն են, այս քաղաքացիները լավն են, այս քաղաքացիները սև են, այս քաղաքացիները սպիտակ են։ Այդ ամենը բերում է մի իրավիճակի, երբ որ այդ մարդիկ չեն կառավարում ըստ էության այն ատելության, հա, հոսքը, որը հենց իրենք էլ գեներացրել են։ Բերենք այլ օրինակ։ Մոտավորապես 3 ամիս առաջ Հայաստանի Հանրապետության ղեկավարը հեգնում էր թոշակառուներին։ Հեգնում ուղակի։ Ձեռ էր առնում։ Երբ որ կայանում էր թոշակառուն 10,000-ը ինչ անում եւ այլն։ Կհիշեք վստահաբար այդ ելույթը։ Ալիք բարձրացավ։ Մի ամիս հետո ոնց որ ոչ մի բան չի եղել։ Այն միանգամից ընտրություններին ընդառաջ հիշեցին, սիրեցին թոշակառուներին եւ 2-ից մինչեւ 10,000 դրամ բարձրացրեցին թոշակները զուգահեռաբար այս խոսքը չեմ կարող չօգտագործեմ ճպացնելով միլիոնավոր պարգևավճարներ։ Խնդիրը պարգևավճարի մեջ չի, խնդիրը ռելևանտության, թե չինովնիկը այդ ինչ արել որ 2-3-4-5 միլիոն դրամ փող է ստանում։ Ինչ, պարգևավճարը խրախուսման ձև է, չէ՞։ Իսկ թոշակառուին հեգնել, հետո հասկանալ, որ թոշակառուն քեզի ձեն չի տա, հետո բարձրացնել թոշակները, դա ըստ էության դե լավ, որակավորումը թողում է մեր ռադիոլսողները։ Դե որովհետև պարոն Աբովյան, մենք գիտենք, չէ՞, մեր երկրում ինչպիսի էսպես անջրպետ է այսպես ձևավորված կամ մարդիկ չափից դուրս վատ պայմաններում են սոցիալական ապրում կամ մարդիկ չափից լավ պայմաններում են ապրում, չեմ ուզում շատ օլիգարխներ անունը տալ, այն միջին խավը մենք չունենք ու ամեն երրորդը աղքատ է եւ եթե անգամ իշխանությունը դա ասում է, իշխանությունը գիտի որ մարդիկ այդ 10,000 դրամը շատ ավելի կարևորում են ու այն իրավիճակն է ստեղծված երկրում, այդպես չի։ Ոչ, ես չեմ հավատում։ Եվ ոչ միայն իշխանությունը։ Ոչ, ես չեմ հավատում, որ այն մարդիկ թոշակառուները, որոնք իրենց կյանքը դրել են մեր պետության կայացման, մեր պետության զարգացման, մեր պետության ի վերջո պաշտպանության, պատրաստ են 10,000 դրամի դիմաց, չեմ ուզում վաճառել բառը ասել, մոռանալ եւ չդիտարկել այն վտանգները, որ այս իշխանությունը գեներացնում է, չարաչար սխալվում եք։ Իսկ 18-ից առաջ, երբ որ ընտրակաշառքներ էին բաժանվում, այդ ժամանակ նույն հանրությունը չէր։ Փոխվել է։ Հանրությունը ունի մի հատ շատ հետաքրքիր առանձնահատկություն։ Նախ կաշառքների հետ բաժանելու կամ չբաժանելու, հա, գործընթացները իրենք իրականում պետք է միանգամից ընդգծել, անընդունելի են եւ այստեղ երկու կարծիք չի կարող լինել։ Դա մեկ, երկրորդը։ Չգիտես ինչու, մեզ կրկին գցում են մի իրավիճակի, որ մինչև 18 թիվը հասարակությունը լավը չէր, 18 թվից հետո հասարակությունը տես մի անգամից լավացավ, ինքնագիտակցությունը բարձրացավ, ոչ տենց չի։ Չէ, չկա նման բան։ Չէ, ասում են 18-ից առաջ մարդիկ վերցնում էին գումար, հիմա 18-ը եղավ, այսպես կոչված հեղափոխությունը, մարդիկ միանգամից հասկացան, որ իրենք քաղաքացի են, ոչ մարդիկ միշտ էլ դա հասկացել են։ Իսկ ով դա պանդոմա գլուխը պատով է տալի 10 անգամ։ Շատ པարզ պատճառով։ Եկեք չհամեմատենք էլի իրավիճակը, որը եղել է նույնիսկ 18 թվից, չէ 20 թվականից, հա, մինչև եւ հետո, որովհետեւ 20 թվականը դա մեր բոլորիս համար այն գիծն էր, որը ըստ էության ցույց տվեց, թե նախկինում արված
սխալների գինը, թե այդ սխալների չշտկելու եւ ավելի խորացնելու գինը, որովհետեւ մի բալա սխալ է, չէ՞, որը հնարավոր է շտկես։ Մի բան է, երբ որ այդ սխալը չես շտկում, այլ վերցնում ես եւ միգուցե միտումնավոր, միգուցե անմիտ, դից մատով փորփրում ու վերջո հասնում ես մի իրավիճակի, որի մեջ մենք այսօր գտնվել ենք։ Պետք է լինել ռացիոնալ։ Չպետք է թերագնահատել հասարակությանը կամ գերագնահատել։ Մեր հասարակությունը, մենք բոլորս դե լավ sense ասեմ, նույնիսկ այն մարդիկ, ովքեր հիմա Մոնիկայի, Արմանի հետ համաձայն չեն, իրենք ունեն այնքան արժանապատվություն, ես վստահ եմ, որ իրենց ինքնությունը տաշ չէ, հա, 1 միլիարդ դրամով չեն վաճառի։ Խնդիրը դրանումն է։ Եվ երբ որ այսօր մենք խոսում ենք նույն, հա, ընտրակաշառքների մասին, որ իշխանությունը առավոտից երեկո իրեն ճղում է մեջտեղից, իբր ընդգծում եմ ընտրակաշառքները բաժանում, բայց չգիտես ինչու բացի ամպագորգոր հա, տենց մասկի շոուներից ուրիշ բան չենք տեսնում առայժմ, դրա հետ մեկտեղ արդեն որն է 3-րդ ամիսն ընտրություններից ընդառաջ բանակի կրճատում 1.5 տարով գումարների բաժանում, այդ որ թոշակառուներին բարձրացնում են, դա ոնց ընկալենք։ Իրանք էլ են սուրբ են մեջքները, հա, իրանք են սուրբ են մեջքները ցավումա թևերը աճելա, չգիտեն ոնց քայլեն, որովհետև ամպի վրով են քայլում։ Հավատում եք, չէ, որ մարդիկ կան, ովքեր հանուն դրա ընտրության են գնալու եւ ընտրելու իշխանությանը։ Ես կարծում եմ շատ սակավ է այդ մարդկանց թիվը։ Այլ ճիշտ համոզված եմ։ Իսկ չգնացողները ընտրության ովքեր են։ Եկեք սենց ասենք։ Չգնացողները։ Ես չեմ մեղադրի եւ չեմ պիտակավորի այն մարդկանց, ովքեր ֆիզիկապես զզվանք են ապրում քաղաքական գործընթացներից։ Եկեք զուրը նստենք դուզը խոսանք, դուք էլ եք զզվանք ապրում գործընթացներից։ Ասեմ ավելին, յուրաքանչյուր նորմալ մարդ է զզվանք ապրում այն գործընթացներից, հա, որոնք չգիտես ինչու անվանում են այսօր քաղաքական գործընթաց։ Բայց որքան էլ զզվանք ապրես կամ չապրես, պետք է հասկանալ հետևյալը, որ եթե դու չես մասնակցում քո երկրի, քո դե լավ երկիր դնում եմ մի կողմ, քո երեխայի ողջ մնալու կամ չմնալու գործընթացի ներքո, հա, մարդ պետքա պրոյեկտի իր վրա, անմիջապես իր անձի վրա պետքա պրոյեկտի, որ ոչ թե ինքը գնում է տալիս է ձայնը Գագիկ Ծառուկյանին, Նիկոլ Փաշինյանին, հա, Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Արման Թաթոյանին եւ այլն, այլ ինքը գնում է եւ համաձայն իր տեսլականի, ինքը իր բալի համար, համաձայն իր տեսլականի փորձում է ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել։ Ժողովուրդ ջան, հարգելի ռադիոլսողներ ջան, ես գիտեմ, որ ձեր լսողների մեջ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր իմ հետ համաձայն չեն եւ փառք Աստծո, ես կվախենամ, որ ապրեմ մի հասարակության մեջ, որտեղ բոլորը բոլորի հետ համաձայն են, Աստված ոչ անի, Աստված ոչ անի, ինչ եք խոսում։ Բայց դրա հետ մեկտեղ, ում ուզում եք ձեն տվեք։ Մենյուն պայմանական ճակերտներում քաղաքական լինելու է այնքան բազմազան, որ հաստատ, այն որ ասում եմ, ձեր նախընտրածին դուք կտեսնեք։ Կարևորը մի նստեք տանը եւս մեկ անգամ մի նստեք տանը, որովհետեւ մեզ այսօր իշխանությունը փորձում է համոզել երկու բանում. առաջինը ամեն ինչ որոշված է, ու B երկրորդը, եթե իրանք չընտրվեն, կլինի պատերազմ։ Բա որ ամեն ինչ որոշված է, այդ ինչ է խառնվի իրար եւ ասում, եթե իրանք չընտրվեն, կլինի պատերազմ։ Այ Նիկոլ Փաշինյանը զգում եք տրամաբանությունը օդում կախվեց։ Եվ իրենց թիմը, այն 3 ուժերը հիմնական դերակատարները իրենց հետ զուգահեռ ձեր թիմը, Սամվել Կարապետյանի թիմը եւ Ռոբերտ Քոչարյանի թիմը անվանում է Եռագլուխ պատերազմի կուսակցություն։ Ինչու՞ է ձեզ մեղադրում, որ դուք պատերազմ կբերեք, ուզում եմ շղթեք, որ նման բան լինելու է։ Չժղթելու։ Դե ամեն դեպքում եկեք սկսենք Եռագլուխ հրեշից։ Եռագլուխ հրեշը դա Հայաստանի ներկա իշխանություններն են, Թուրքիայի ներկա իշխանություններն են եւ Ադրբեջանի ներկա իշխանություններն են, հենց իրենք են Եռագլուխ հրեշը պատերազմ բերող, որովհետեւ երեքի նպատակները համընկնում են,
Ինչը ըստ էության Հայաստանի Հանրապետության իշխանությունների միջանոց չեն էլ թաքցնում։ Եվս մեջ բերեմ, եւս մեկ անգամ, երբ որ ասում են Հայաստանի անվտանգության երաշխավորը դա Ադրբեջանն է։ Ադրբեջանինն էլ Հայաստանն է։ Հա։ Փոխադարձ։ Դա գիտեք ոնց որ ինչ ասվի, դա ոնց որ ասվի, որ 1915 թվականին ցեղասպանության ժամանակ հայերի անվտանգության երաշխավորը Էնվեր Փաշան էր, իսկ Էնվեր Փաշարի երաշխավորը հայերն էին։ Գիտեք, հայերին խնդրում եմ, ուրեմն առաջին հերթին իրանց եմ ասում, ձեր թուրքական խաղերի մեջ հայերին մի խառնեք։ Դուք ինչ խաղեր խաղում եք, խաղացեք, միջև լտենանք ինչ ա լինում։ Մի խառնեք էլի հայերին։ Հայաստանը եւ այլն, հա, այտենց երաշխավորը, Հայաստանը առաջին հերթին եկեք գաղտնիք բացենք էլի։ Բացենք։ Իրանք տեղյակ չեն, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության կարևորագույն երաշխիքը եւ երաշխավորը պետք է լինի Հայաստանը։ Իրանք տեղյակ չեն, ես լուրջ եմ ասում։ Անկեղծ եմ ասում, իրանք չգիտեն դրա մասին։ Իրենք համոզված են, որ սա sense մեր մեջ որ մարդ չի մնա, էլի կամած եմ խոսում։ Տենց մենք մերոնցով ենք հիմա խոսում։ Իրականում իրանք տեղյակ չեն դրա մասին։ Հենց այդ իսկ պատճառով քաղաքագիտական շիզոֆրենիան գերակայում է իրենց խոսքի մեջ, քաղաքագիտական տեսեք, պարկեշտությունը չեմ խախտում, չեմ ուզում ոչ ոքին վիրավորեմ։ Այդ արտահայտություններին նաև վերաբերվում է հետևյալը։ Օրինակ, երբ որ ասում են, երբ որ դուք Արցախ եք հիշատակում կամ Արցախի դրոշ եք բարձրացնում, պատերազմ եք հրահրում, եկեք շարունակենք տրամաբանական շղթան։ Ժողովուրդ ջան, մեր իրար հետ ենք խոսում, մարդու չասեք ուրեմն։ Եթե ինչ է ստեյության Արցախը հայկական, հա, բնորոշներից մեկն է, որտեղ մենք հազարամյակներով ապրել ենք, եւ եթե մենք չենք խոսում նրա մասին, որ մեզ մեր բնորանից սպանելով, կեղեքելով, ոչնչացնելով վռնդել են եւ գրավել են, չէ՞, ուրեմն տրամաբանական շղթա, ուրեմն չպետք է խոսենք նաեւ ցեղասպանության մասին, որտեղ էլ կարող է թուրքերին ջողայնացնի։ Արարատի մասին չպետք է խոսենք, Ղազաչեցոցի մասին չպետք է խոսենք, Դադիվանքի մասին չպետք է խոսենք, չպետք է խոսենք 2-5 տարեկան եղբայրներին ու դանակներով թուրքերը ադրբեջանցիները 23 թվականին մորթեցին։ Չպետք է, այո, ես որպես օրինակ եմ բերում, չպետք է խոսենք այն ուղղակի տիեզերական հերոսության մասին, որը մեր տղաները ցույց տվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Մենք չպետք է խոսենք Մեսրոպ Մաշտոցի մասին, որտեղ էլ կարող է ջղայնացնի թուրքերին։ Մենք ի վերջո համաձայն այս տրամաբանական շղթայի չպետք է Երևանի մասին խոսենք, որտեղ 2 օր առաջ Ալիևի աղջիկը, Լեյլա Ալիևան, պրեզենտացիա անում մի գրքի, որը միտված էր ապացուցել, որ Երևանը ադրբեջանական քաղաք է։ Դրա մասին էլ մենք չպետք է խոսենք, որտեղ կարող է ադրբեջանցիները ջղայնանան ի վերջո։ Մենք չպետք է խոսենք, որ մենք հայ ենք, թե չէ ադրբեջանցին կջղայնանա։ Տո գլուխը պատով ա տվել։ Ես ուզում եի ասեի Իքտել բոլորով, այսը վազելով գնացել են, գիտեք, անկյունին, ընդ որում տափակ չեն, անկյունին գլուխները պատով են տվել։ Հիմա եթե այսքան բանը կա, ու մեզ ասում են մոռացի, որ դու հայ ես, այդ պարագայում քեզ չեն սպանի։ Ինչի համար երկրորդ մասը չեն ասում, որ միգուցե գտնվեն մարդիկ, հա, խնդիրներ հոգեկան ունեցող, ասեն դե լավ թքած, մոռանամ որ հայ եմ, մոռանամ որ ինձի մորթել են, մոռանամ որ նախնիներիս տունը խլել են եւ այլն, բայց ախր թուրքը չի մոռանա, հասկացեք, թուրքը եւ ադրբեջանցին Հայաստանի եւ հայերի հանդեպ իրացիոնալ չի իր ատելությունը, ինքը ռացիոնալ հիմք ունի, ռացիոնալ հիմքը հետեւյալն է, 300-400 տարի առաջ սրանք հայտնվել են մեր տարածաշրջանում, կամած, դե ոչ որ ազգեր են, իրենց մշակույթն է դա բնիկներին վերացնելով եկել են եւ պետք է հիմնավորեն։ Չէ ինչ որ մի ձև որ իրանք կան։ Իմիջիալոց տեղյակ եք, որ նույն Ադրբեջանը պնդում է, որ Մոսկովյան Կրեմլը ադրբեջանցի է կառուցել, խաբար է։ Դե իրենք ամեն ինչ իրենց ասեմ ավելին, թող ամերիկացիներն էլ չթուլանան, ադրբեջանական պաշտոնական դասագրքերում նշված է, որ Ամերիկան բացել է ոչ թե Քրիստոֆոր Կոլումբը, այլ ադրբեջանցի Նավաստի Նասրեդին Թուսին, գիտեիք դրա մասին։ Բա Ամերիկան բացել Ադրբեջան, տեսեք մենք ժպտում ենք, բայց այդ ժպիտը ինքը պետք է ինչ-որ մի պահի դադարի, որովհետև այդ ամեն ինչի վրա կառուցվում է այսօր շինծու, բայց այնուամենայնիվ ագրեսիվ
ազգի ձևավորումը ադրբեջանցիների մեր արյան հիման վրա է։ Մեզ ասում են մոռացի դրա մասին, ինքը քեզ չի սպանի։ Ինքը մեզ չի սպանում նրա համար, որ մենք հայ ենք, ինքը մեզ սպանում է նրա համար, որ ինքը ադրբեջանցի է, հասկացեք տարբերությունը։ Պատկերացրեցիք իր համար ստեղ բնակվեին, օրինակ, այլած իրանք մեկը սպանելու էին, մեկը անցնելու էին։ Շատ պարզ պատճառով իրանք ձևավորում են էթնոքաղաքական միավոր։ Մենք ենք իրանք ճանապարհին կանգնել։ Ադրբեջանում ցախուրները, լեզգինները, ավարցիները, թալիշները հերները անիծում են այդ ազգերի։ Իրանք էլ հայ չեն։ Եվ այստեղ, երբ որ մենք փորձում ենք մեր ինքնության հիման վրա կառուցել խաղաղություն, ինչ անում է այս իշխանությունը, ըստ էության մենք խաղում ենք ադրբեջանական դաշտում, այսինքն ասում են կարի մեզ մորթի վերջնականապես։ Մենք չենք դիմադրելու, որովհետև մենք ուզում ենք խաղաղություն։ Ժորժ ջան, մենք երբեք ոչ մեկի վրա չենք տվել, մեզ վրա են վրա տվել։ Մենք երբեք ոչ մեկի հողի վրա երախ չենք բացել, մեր հողի վրա ենք։ Այո, մեզ այսօր ասում են մի պաշտպանվի, կարող է թուրքը քեզ չխփի։ Եվ այստեղ մենք էլ պետք է ռացիոնալ լինենք, շատ լավ հասկանալով, որ այո, երբ որ մենք կհասկանանք Թուրքիայի եւ Ադրբեջանի տրամաբանությունը, քայլերի ոչ թե ինքներս մեզ կխափենք, այս կամ այն առումով, հա, խափելն էլա չէ երկու ձև լինում, օրինակ գնանք գրավենք Ստամբուլը, բան, արյան գետեր հեղեղենք։ Սա մի ծայրահեղություն է, երկրորդ ծայրահեղությունը հանգիստ պարկեն գետնին, միջև տենանք իշկը։ Երկուսն էլ լսել ենք։ Այդ իսկ պատճառով պետք է լինի ռացիոնալ տեսլական, որը զետեղված է երաշխավորված խաղաղության կոնցեպտի մեջ, որը ասում է հետևյալը. մենք կարող ենք անենց անել, որ չեզոքանա Ադրբեջանը եւ Թուրքիան տարածաշրջանից չքվեն, չեն կարա, ճիշտ է, ուրեմն պետքա դուրս գանք հետները։ Ոչ էլ մենք կարող ենք վեր կենալ եւ գնալ։ Պիտի հաշտվենք։ Արցախ չէ, Արցախը հիշեք։ Արցախը հիշեք, եթե մեր տեսլականի ներքո չէ, օբյեկտիվ պատճառներով, ներողություն, 10 միլիոն ադրբեջանցի, 90 միլիոն թուրք է։ Մենք պետք է միշտ պատրաստ լինենք, որ այդ մարդիկ յուրաքանչյուր րոպե մեր հանդեպ բռնություն են ու պայմանական քաղաքական առումով կիրառելու։ Դրա հետ մեկտեղ ոչ թե հաշտվենք, ստեղ շատ կարևոր է, մենք չենք կռվել իրանց հետ, մենք հաշտվենք իրանց հետ։ Իրանք էլ մեր հետ չեն կռվել, իրանք մեզ կոտորում են։ Հիմա պետք է պայմաններ ստեղծել, երբ որ մեզ կոտորել իրենց ձեռնտու չի լինի, որովհետև իրանք ավելի շատ վնաս են կրելու։ Համապարփակ անվտանգության միանշանակ, ես շատ ուրախ եմ, որ մենք եկանք այն եզրակացությանը, որը զետեղված է առաջարկ Հայաստանի կոնցեպտի մեջ։ Տեսա՞ր։ Շնորհակալ եմ, պարոն Աբովյան, մենք կարող ենք շատ երկար զրուցել, որովհետև հարցեր։ Մեծ սիրով միշտ պատրաստ եմ Այո, մենք էլի առիթ կստեղծենք եւ կզրուցենք այս տաղավարում։ Շնորհակալություն, հարգելի ռադիոլսողներ ջան, ամեն ինչ լավ է լինելու։ Իրականում չի ծնվել մի մարդ կամ քաղաքական ուժ, որը կարողանա ձեզ խափի ու նետի մեզ բոլորիս թուրքի երախը, չկա տես բան։ Ամեն ինչ լավ է լինելու։ Շնորհակալ եմ, մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ թարմ ուղեղով զրույցներ, իսկ իմ զրուցակիցը Արման Աբովյանն էր, Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամը։ Կհանդիպենք, լավ եղեք։